մի հատ հստակություն լրացնեմ, տեսեք, Վենետիկի հանձնաժողովը նաև ինչ է ասել, ասել է, որ այո, չափազանց կարևոր է նաև թափանցիկությունը եւ հատկապես ընտրական գործընթացների ժամանակ եւ հավաքների կազմակերպիչը, երբ որ իրականացնում է այդ աշխատանքները, ինչպես նշեցինք, կեցության, տեղափոխման, պահպանման, ավելին, նույնիսկ Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ անգամ բանախոսներին կարող է նորմալ վճարում լինել, ասենք մարդկանց է հերթական դրսևորումն քիչ առաջ վկայակոչված է։ Այստեղ կարևորը թափանցիկությունն է, որպեսզի մարդիկ իմանան, թե ի վերջո օրինակ այդ հավաքի շրջանակներում ով է ֆինանսավորողը, որտեղ է այդ ֆինանսավորումը, ընտրական գործընթացում չափազանց կարևոր է նաև որ կա նախընտրական հիմնադրամ, եւ այդ հիմնադրամի շրջանակներում էլ պետք է այդ ապահովումը լինի, այլ դեպքերում ընդհանրապես ոչ նախընտրական շրջան, ընդհանրապես կարգավորումը շատ ավելի մեղմ պետք է լինի եւ չի կարող այն ոչ միայն իրավախախտում համարվել, առավել եւս քրեական պատասխանատվություն առաջացնել։ Կա ներողություն, կա մի հատ նուրբ նաև գիծ, որը որ Վենետիկի հանձնաժողովը ամրագրել է, ձևակերպել է եւ ընդհանուր կարգավորման ներքո ասել է, որ ինքնին այս նորմը, այս ձևով եւ իրավակի իրար պրակտիկայի ըստեյության Հայաստանում գործադրված ակնհայտորեն խաթարում է, խափանում է հավաքների ազատության միջազգայինորեն երաշխավորված իրավունքը։ Ես եթե թույլ տակ ավելացնեմ, երբ այս գործերը, չէ, երբ այս գործերը սկսվեցին, ենթադրում եմ լսվում է, չէ, փոխվելու կարիք չկա։ Երբ այս գործերը սկսեցին, մենք իրականացրեցինք ուսումնասիրություն, հասկանալու համար, արդյոք աշխարհի վրա երկրագնդում, բացի Հայաստանից, կա գեթ մի պետություն, որտեղ համանման հանցակազմ կա։ Դրսևորման մասին է խոսքը, նյութապես շահագրգռելու։ Սիրելի գործընկերներ, աշխարհում չկա գեթ մեկ երկիր, որտեղ հավաքների նյութապես շահագրգռելու քրեորեն պատժելի, ուրեմն արարքան անխատեսված այդ երկրի քրեական օրենսգրքում։ Մենք գտել ենք մի դեպք, որտեղ ոչ թե քրեորեն պատժելի, այլ վարչական զանցանք է համարվում եւ դա Բելարուսիայում է։ Այսինքն եվրոպական ուրեմն ավանդույթների համաձայն Բելարուսիայում կա վարչական իրավախախտում այդպիսին հավաքներին մասնակցել նյութապես շահագրգռել։ Այլ աշխարհում ոչ միտեղ չկա։ Ավելին երկրներ կան, որտեղ փողով լոբիստական կազմակերպությունները այս կամ այն անձի հավաքներին բերում են մարդկանց։ Ես վստահ եմ դուք հետևել եք, տեսել եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ ընտրությունները, չէ՞, գունավոր գլխարկներով, ինչ որ սիրուն բաներով, տրաֆարետներով, բանով, ուտես նայում ես երիտասարդներ են, դեն շատ սինխրոնել բան են անում, արձագանքում են քաղաքական գործչի այս կամ այլ ուրեմն ելույթին կամ ելույթի հատվածին։ Մենք լոբիստական կազմակերպություններ են, որոնք վճարովի մարդկանց բերում են, որպեսզի ապահովեն հավաքին այս մարդկանց մասնակցությունը եւ համապատասխան մթնոլորտ, որը նորմալ է, որովհետեւ առաջավոր եւ զարգացած աշխարհում խնդիրը քաղաքական process-ների կառավարման շրջանակներում դրված է ոչ թե հավաքին մարդ բերեցին, թե չբերեցին, դրված է ընտրական process-ների պատշաճ կազմակերպման վրա, դա մեկ, այսինքն ընտրությունները չկեղծվեն, մարդու ընտրական իրավունքը ուրեմն չխախտվի իրան այս կամ այն կերպ պարտադրելով կամ նյութապես շահագրգռելով, եւ նաեւ ընտրական ֆոնդերի թափանցիկությունը։ Եվ այս մասով նաեւ Չալաբյանի գործով մենք ունենք ԵԽԽՎ-ի 23 թվականի բանաձև, որտեղ ԵԽԽՎ-ն արձանագրել էր, որ այս դիմադրության շարժում էր 2022 թվական, որևէ ընտրական process չկար, ըստ այդմ այդ ընտրական process-ների շրջանակներում որևէ ուժի նախընտրական ֆոնդի չափի կամ թափանցիկության կամ ծախսերի մասով խնդիր չկար, մենք ապշած ենք ինչ են այս մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում ան։ Իսկ կարող եմ շոկտաների չնայած հետո վերցեմ կկարդամ, բայց ամեն դեպքում Վենետիկի հանձնաժողովը իր այդ եզրակացանը ֆիքսում է, որ գումար տալը եւս օքեյ է, նորմալ է, նյութապես շահագրգռելու մեջ նաեւ հենց փող տալը։ Չի տարաբաժանել։ Չի տարաբաժանելի, շատ հստակ մի ձևակերպում կա, որը ասում է, որ ինքնին ձևակերպումը նյութապես շահագրգռելը անորոշության իր բարձր աստիճանով զրկել է
նորմալ տրամաբանական եւ ընդունված ու հավաքի մասնակցության ազատության իրականացմանը նպաստող նյութապես կամ ֆինանսական միջոցներ ծախսելու մոտեցում է։ Այսինքն ըստ էության Վենետիկի հանձնաժողովը առաջնահերթություն համարելով, ինչպես որ մենք էինք անդադար պնդում, սահմանադրական եւ միջազգային իրավունքով պաշտպանված հավաքների մասնակցության մարդու կարծիքի արտահայտման ազատության, համատեղ մասնակցելու քննարկումներին այս իրավունքը մնացած ամեն ինչ ասել է բացանցում է դրանից։ Ի վերջո չի կարող առանց ծախսումների ո՞նց կարող ես կազմակերպել հավաք։ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման տրամաբանությունն է, որ պետությունը այս հարաբերություններում անելիք չունի։ Այո։ Հələ մի պահ պատկերացրեք, ասենք մարդուն ասես արի քեզ տամ կեցության սնունդի ծախսեր 30,000 դրամ, արի միտինգի, հա։ Քերական վարույթ է հարուցվում, այդ անձին ասում են մի հատ բերչեկերով տեսնենք քանի հատ ջուր առար, քանի հատ բուտերբրոդ, եթե տակը փող մնաց քերական է, եթե տակը փող մնաց քերական չի։ Հենց Վենետիկի հանձնաժողովը որպես բավականին ողջամիտ կառույց շատ տարօրինակ է, որ մեր կարծիքներն են համընկել է Վենետիկի կարծիքի, Վենետիկի դիրքորոշման հետ, ընդ որում ավելի վաղուցմանից է համընկնում, բայց կարծես թե մեր հետ ոչ մեկ համաձայն չէր երկրի ներսում իշխանությունների մեջ, էլի։ Բավականին ողջամիտ դիտարկումներ է արել, իսկապես Ժողովուրդ ջան, մենք ամեն իրավական ցնորամտություն այնքան է արծարծվում մեր կյանքում, մենք սկսում ենք լուրջ քննարկել այդ ցնորամտությունները ու մտնել դրա դետալների մեջ։ Բայց կա դեպք, երբ որ օրինակ ասում Անգեժ ջան, ես քեզ կբերեմ, հետո կմահեմ, ես 40,000 դրամ, որ լավ զգաս։ Վերում է, կեցնում այդ առանձին ֆունկցիա է։ Առանձին գումարը, մի հատ էս կուսակ կա, ասում է, ես էլ քեզ գումարը, քեզ լավ է, այդ ուրիշ բան է, չէ՞։ Ես էլ, մենք չենք խոսում դրա մասին։ ըհը, ես էլ եւ դատարաններում եւ հրապարակային իմ ելույթներում իմ սիրած օրինակն եմ բերում։ Ես զանգում եմ ընկերոջս, ասում եմ կգաս հանրահավաքի, ասում եմ լսի հավես չունեմ։ Ասում եմ գիտես չէ, եթե գաս, քեզ մի լավ սառը համով կապուչինո եմ պատիվ տալու իրա դեսերտով։ Կգաս, ասում եմ կգամ, այ որ կապուչինոն ու դեսերտը լինելու է կգամ։ Եվ մի հատ ինձ տարբերությունը կասեք, տեսեք, ասվածի մեջ, պարոն Հարությունյան, հասկացա, ասվածի իմաստը հետևյալն է, այսինքն դուք Այսինքն դուք դա ձևակերպեցիք հետևյալը, հավաքի մասնակցելը որպես բիզնես, եկամուտ վաստակելու միջոց։ Ոչ, դրա մասին չի խոսքը։ Տեսեք, այստեղ դրա մասին չի խոսում։ Վենետիկը դրան չի էլ անդրադառնում։ Վենետիկն ասում է, որ չէ, չի կարող այդպես չի կարող լինել, դա նյութակպես շահագրգռել չի, դա կոնկրետ աշխատանք տալ է, բիզնես անելն է, բայց առանց աշխատանքի ավելի ճիշտ, առանց աշխատանքի եկամուտ վաստակելու միջոց է, որը լրիվ ուրիշ թեմա է, եւ ընդհանրապես կապ չունի այլևս նյութական Ուրեմն ես հարգելի բայց դու դրանից ներողություն եմ խնդրում, ես էլ ասեմ, դրանից հետո որպես ողջամիտ բիզնես մտածողություն, օրինակ եթե դուք եք դա անում, հա, պետք է հետո հետևեք կատարվել այդ պարտավորությունը, թե չէ։ Հակառակ դեպքում $200 չէիք տա։ Այսինքն եթե չի կատարվել, դուք պետք է հարկադրեք։ Չէ, մի րոպե։ Հետևողներն են առանձին փող են տալու։ Այսինքն եթե հարկադրանքի տար կա մեջը, դա չի կատարվել, փողը չի ստալու։ Մենակ պիցան է ստալու։ Չէ, ներողություն, դա լրիվ ուրիշ բան է։ Այսինքն եթե դուք հարկադրանքի Չէ, ներողություն, մանրամասն հիմա ես ձեզ ասեմ։ Սիրելի գործընկեր, ես երբ բերում էի Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինակը եւ բերում էի այն օրինակը մասնավորեցնելով, որ այնտեղ գործում են լոբիստական կազմակերպություններ, ովքեր օրինական վճարովի հիմունքներով բերում են տարբեր հավաքներին մասնակիցներ, որպեսզի ապահովեն հավաքի մարդաշատությունը, նաև ընդհանուր մթնոլորտը։ Բնականաբար այդ լոբիստական կազմակերպությունները այդ աշխատանքը իրականացնում են համապատասխան իրավապայմանագրային բազայի հիման վրա։ Ըստ այդմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որը կարծես թե այս օրինակի վրա եթե քննարկենք, ժողովրդավարական տրադիցիաներով
շատ ազիջում Հայաստանի Հանրապետությանը, որովհետև Բաստիոն չէ, էլի։ մենք գրավել ենք նոր ուրեմն բաներ, նշաձողեր այս առումով։ Այնտեղ կնքում են պայմանագիր, անձին վճարում են հավաքին գալու համար եւ այդ վճարած ուրեմն գումարից նաեւ վճարվում է համապատասխան հարկերը։ Եթե իմ կարծիքը հարցնեք որպես քաղաքացի, ոչ թե որպես իրավաբան, արդյոք Հայաստանում պետք է լինի այդպիսի կառուցակարգեր, որ գումարով մարդկանց բերեն հանրահավաքների, ես որպես քաղաքացի կասեմ, որ դա լրիվ անիմաստ գործողություն է։ Որովհետև եթե պիտի փողով պիտի մարդուն բերես հանրահավաքի, ուրեմն այդ հանրահավաքը որևէ նպատակի չի կարող ծառայել։ Եթե պայմանականորեն դու հանրահավաք ես արել, որպեսզի ուրեմն հավաքների ազատության իրավունքի միջոցով պարտադրես իշխանություններին հրաժարական տալ, սիրելի գործընկեր, փողով բերած մարդկանցով հնարավոր չի պարտադրել իշխանություններին կատարել այս կամ այն քայլը, ել չեմ ասում հրաժարական տալ։ Ուստի այս առումով ինքը անիմաստ կլինի, բայց ես կարծում եմ որպես ազատական մտածելակերպի տերմարդ այս առումով, որ նույնիսկ այդ քաղաքական process-ներում դա աննշան եւ ոչ էական երևույթ է։ Կուզեն թող բերեն փողով մարդ, կուզեն թող չբերեն։ Մեկ այդ հավաքը ունի կոնկրետ նպատակներ, որին հասնելու համար փողով բերած մարդը չի այդ հարցը լուծել։ Բայց իդեպ ներողություն եմ խնդրում, մի բան էլ ասեմ նոր բոլորը այդ նույն իրավագիտակցությունը չունեն, այն հերոստացուցի առաջ նստած մարդը, որը որ այդ իրավագիտակցությունը չունի, ասում է դες 7 միլիոն մարդ հավաքեցի լուրջ է, ինքն դնում է այդ։ Տեսեք, ախր շատ ենք պրիմիտիվացնում էլի, ու մեր չէ, այդքան պրիմիտիվ չի։ Տեսեք, մենք խոսում ենք եւ մեր իրավակիրառ պրակտիկայում բացահայտ անտրամաբանական իրավիճակների մասին, երբ որ մարդուն մեղադրանք են ներկայացրել այն բանի համար, որ իր համագյուղացին, իր հարևանը կամ որևէ անձ, որը ծանոթ է իրեն եւ այդ մարդը ցանկություն է հայտնել գալ հավաքի ու այս անձը օգնել է, օժանդակել է, որ գա հավաքի։ Մենք այս դեպքերից ելնելով ենք, հա բանան։ Դե չէ Վենետիկի հանձնաժողովը ընդ ուրիշ բաներ էլ է ասել։ Օրինակ ասել է կամ որոշակի ողջամիտ սահմանափակումներ, բայց էլ ընտրական գործընթացների շրջանակում, որպեսզի օտար երկրյա հնարավոր ազդեցություններ կամ այլ հանցավոր խմբեր չօգտագործեն այդ իրավիճակները, բայց դա շեշտադրում է ինքը թափանցիկության վրա, բայց ոչ երբեք այն ծախսված միջոցների նպատակայնության, թե արդյոք մարդը հավաքին գալիս է, թե չի գալիս, հասկանում եք, այսինքն ստե նրբությունը դրա մեջ է, երբ որ մենք պրիմիտիվացնում ենք, իջնում ենք, ասենք իշխանությունների մակարդակին այսօրվա Հայաստան, երբ որ ասում են, օր այս միլիարդատերը տես չկան փող է բաժանը, որ այսքան մարդկան հավաքի, որ ինչ անի, որ ցույց տա, որ իր աջակիցների թիմը շատ մեծ է։ Այդ աջակիցների թիմը մեծությունը ոչ մի բան չի, եթե ընտրական գործընթաց չի, չէ՞։ Հակառակ դեպքում, եթե պիտի այլ հանցագործության մասին խոսենք, դա լրիվ այլ թեմա է, կամ ենթադրյալ հանցագործության։ Ընտրական գործընթացում էլ ասում է դա պիտի կարգավորվի արդեն նախընտրական հիմնադրամների եւ թափանցիկության կոնտեքստում։ Սա է նրբությունը, խնդրեմ։